Ռուսական բազան, այսինքն մեր անվտանգության երաշխիքն է ռուսական բազան։ Ես օրվա դրությամբ խոսում են Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, եթե ունենանք նման դաշնակիցներ, ապահովության աչքան։ Ով պիտի գա մեզի թեվութիկն կայնի Ռուսաստանից բացի, հեչ մեկը։ Եթե Ռուսաստանի դաշնակցությունը պաշտպանեն, հետևաբար պարզ է, հապկը կպաշտպանվի։ Հապկից դուրս գալը սխալ բան է, էլի։ Ճիշտ չէ, ինչ կուզենեն, մենակ չեն։ Ես ասեցի, ով է իմ նախընտրած դաշնակիցը, ուրիշ տարբերակ մենք չունենք։ Այդ ռուսական դրոշակը արդեն փաստ է, որ թուրքը զգոն մնա։ Միայն սեփական բանակիդ վրա չես կարող շեշտը տնես։ Մենք այդ հնարավորությունները չունենք։ Ես խորհուրդ չեմ տա ռազմաբազան հանեն։ 4 կողմից շրջապատված ենք թշնամիներով։ Հիմա երբ որ ռուսական բազան դուրս եկավ, ով պետք է մտնի իր տեղը։ Ով պետք է գա։ Անկամ մտքուց չանցնում ինքը դուրս գա։ Առանց ռուսական բանակի մենք գիտենք թե մեր թիգուկը արդեն պոլն է, ճշմարտ չենք վախեցնում։ Մինչև այսօր երկրի եւ քաղաքի համար դա ապահովություն է։ Ռուսաստանից հրաժարվելը ի վնաս հայերին, Հայաստանին։ Ինքը իր զինվորների կյանքի հաշվին բան է արել, ասենք, Պարսկաստանից խլել է դրանք։ Երբ որ այս արևելյան այս կողմի Հայաստանը ստեղծվեց Թուրքմենչայի պայմանագրով, անցավ Ռուսաստանի։ Ռուս աֆիցերները, զինվորները, որոնք որ վարձատրվում են այստեղ, վերջ իրանց ֆինանսները ծախսում են մեր քաղաքի մեջ։ Դա էլ օգուտ։ Ճաշված այդ անվտանգությունը, որն որ իրոք կատարում են։ Մեր եղբայրներն են, մեր հարազատներն են, մեր բարեկամ ժողովուրդն է։ Հերիքը որ ռուսական դրոշակը թուրքական սահմանին դրված է, այդ ռուսական բանակը շատ խելոք իրանց համար ծառայում է։ Մեր անվտանգությունն է։ Վերջ, մեր անվտանգությունն է։